Գիտեք, որ մեր տարածաշրջանը, ոչ միայն մեր տարածաշրջանը, այլ նաև ուղիղ ասեմ մեր տանդուռը իրականում Իրանի Իսլամական Հանրապետությունը կամ Պարսկաստանը, ինչպես հնով ասվում էր, ուրեմն բոցավառվում է ստեղության։ Ուրեմն ճիշտ ասած, հենց բոցավառվում ասեցի, ես հիշեցի Կաղզվանը բոցերի մեջ հայտնի հալազարանը մեր աշխատանքը, բայց կներեք դա, բոցավառումը չի նշանակում Իրանը չի լինելու, բայց թե ակնհայտ է, որ ուրեմն արևմուտքը որոշել է ուրեմն նրա տնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական պոտենցիալը ոչնչացնել, բայց որոշակի չափի բերելու իմաստով։ Ես չեմ հավատում, որ Վաշինգտոնում ուրեմն որոշում են կայացրել, որ Իրանը չլինի, Իրանը լինելու է, ես հետ չեմ կասկածում, որ Իրանը չի մասնատվելու, այդ հեքիաթը, այդ բանը, դա ռսաստրուգների, հայերի միջի կագեբեշնիկների ու ոհմակների ուրեմն տարածած թեզն է, որ Իրանը կտրողվի, դա չի լինելու, բայց բոլոր դեպքերում այն Իրանի Իսլամական Հանրապետությունը, որ կար 44-օրյա պատերազմից առաջ, այլևս չկա, նա այդ ռազմական ուժը այլևս չի ներկայացնում։ Իհարկե այստեղ նյուանս ունի այդ հարցադրումը, գիտեք ինչու, ես չծավալվեմ, մի օր ուղիղ դրան նվիրենք հարցը, բայց ունի նյուանս, որն է, Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերական այդ թուլացումը պարտավորեցնում է նրա օբյեկտիվորեն նրա իշխանություններին շատ ավելի մերձ գտնվել Հայաստանի Հանրապետության հետ։ Ես ձեզ ասել եմ, եթե հիշողության թարմացման համար եմ ասում, երբ որ ես իմ գոլեգաների հետ հունիսի առաջին օրերին 4-ին էր Թեհրան գործուղման գնացինք իրենց հրավերով, ես իրենց անընդհատ 5 օր, երևի 10-15 բանախոսությունների, քննարկումների, հանդիպումների ժամանակ Իրանի բարձրաստիճան գիտական հանրության եւ պետական պաշտոնյաների հետ հանդիպումների հետ, ընդորում նաեւ մի ուրեմն այաթոլլայի հետ եզակի դեպք է դա, ուրեմն ասում էի, որ ձեր միակ ապահով ճանապարհը դեպի հյուսիս Հայաստանի Հանրապետության ճանապարհն է, Ագարակից, որ սկսում է մինչև Աշոտսկ, մինչև Բագրատաշեն, ինչը որ հարավ-հյուսիս մեր մայրուղին է։ Կյանքը իմ ասածը ապացուցեց մի քանի ամիս չանցած, որովհետև ես ասում էի, որ հիմա այլ եմ կրկնում, Ադրբեջանի պետությունը ցանկացած պարագայում իր հաշիվներից դուրս գալով ձեր ճանապարհները փակելու է։ Չգիտեմ տեղյակ եք թե չէ, մի քանի օր այս վերջին այս պատերազմական գործողությունների օրերին Աստարայի ճանապարհը ադրբեջանցիները փակել են եւ միակ անխափան ճանապարհը մնացել է Հայաստանի Հանրապետությունը։ Ուրեմն ուզում եմ ասել, որ սրանք իրողություններ են եւ բնականաբար մերձեցնում են Իրանի Իսլամական Հանրապետությանը, եթե նա մնալու է իսլամական, եւ Հայաստանի Հանրապետությանը։ Դա նկատի ունեցեք, շատ է ուժեղացնում Հայաստանի գեոստրատեգիական պոտենցիալը։ Դրա արդյունքները ձեզ վստահեցնում եմ, եթե ուրեմն այդ ուղղությամբ շարժումը լինի, արդյունքները մենք շատ արագ եւ անվտանգության ոլորտում դրական իմաստով եւ տնտեսական զարգացման առումով շատ արագ կզգանք։ Եթե ռեժիմի փոփոխություններ լինի, ասենք, ենթադրենք Իսլամական Հանրապետությունը վերածվի կամ շահական Պարսկաստանի կամ հանրապետություն դառնա աշխարհիկ, իմացեք, որ Հայաստանի Հանրապետության համար ուրեմն տարածաշրջանային ֆոնը շատ ավելի դրական ուրեմն երանգ կունենա, բայց եկեք մի բան պայմանավորենք, ես եթե նկատել եք եւ միշտ բացել եմ ասում, ես միշտ խուսափել եմ Իրանի հետ մեր հարաբերությունները բաց ուրեմն քննարկելու գայթակղությունից։ Այս երկիրը ունի ինքը որոշակի առանձնահատկություններ եւ մեզ համար ամենակենսական նշանակություն ունեցող պետություններից մեկն է
այնտեղ է նաև մեր ուրեմն համայնքը կազմակերպված, շատ հարգված եւ բարեկեցիկ նաև նկատի ունեցեք Իրանի Իսլամական Հանրապետությունում, այսպես մի խոսքով եկեք սրանով ավարտենք ակնհայտորեն ուզում եմ ասել հետևյալը, որ իմ կարծիքով Իրանը չի մասնադրելու, նրանից թուրքական Ադրբեջան չի փոխվելու, դա բացառված է, ասեմ նաև դրա մասին, արդյոք դա թուրքական Ադրբեջան է թե չէ, ուրեմն դա այդպես չի։ Դրա համար ուզում եմ ասեմ, որ եկեք չխառնվենք իրենց ներքին գործերին, մանավանդ որ այդ պետությունը ինքը ծանրագույն պայքարի մեջ է, ընդ որում այս անգամ այսպես պատմական զուգահեռով Իրանի Իսլամական Հանրապետություն, որի հետ ունենք մենք բարիդրացիական հարաբերություններ, տասնամյակներ է, բոլոր իր նյուանսներով եւ ունենք Միացյալ Նահանգներ, որը վերջերս է դարել մեր ռազմավարական գործընկերը եւ նաեւ ռսաստրուկ չեկի սողուններին հայ։ Ուզում եմ ասեմ, որ Թրամփի ուրեմն ուղին չի ուրեմն վերացել, հակառակը Թրամփի ուղին, ինչը որ ամերիկյան այդ հայկական նախագիծը շատ ավելի ամուր հիմքերի վրա է եւ վստահաբար դա լինելու է։ Հատուկ ասում եմ, այս սողունների համար, այս ռսաստրուկ ալկաշ հայերի մասին է խոսքը, դուք նայեցեք, մի հատ ոռնոց կա, բան կա, ուրախության շքանտես, որ Թրամփի ուղին չի լինելու է, այդ ռսաստրուկները չեն լինելու, դա ժամանակի հարց է, որոնք եթերը մարդկանց ուղերը փչացնում են եւ այլն, բայց հիմա վերադառնանք մի փոքրիկ բանի, որ ճիշտ կլինի, որ այս հարցերում մենք շատ բաց տեքստերով շատ չխոսենք, որովհետև սա գիգանտների բախում է, հասկանում եք ինչ կա, սա աշխարհացունց հակամարտություն է, որի ենթատեքստը քաղաքակրթությունն է։ Ես ձեզ մեր հատկապես երիտասարդ վերլուծաբաններին միջին տարիքի ուզում եմ բան հիշեցնեմ եւ անպայման խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ Սեմյուել Հանթինգտոնի քաղաքակրթությունների պայքարը 1996 թվականի ուրեմն հրատարակած աշխատանքը եւ դուք այդտեղ կտեսնեք կհամոզվեք, որ իրականում սա շատ վտանգավոր բախում է, որովհետև իսլամի շիա թևի քաղաքակրթական այդ միավորը բախվել է ուրեմն Իսրայելա, ուրեմն ամերիկյան, արևմտյան քաղաքակրթական ցիվիլիզացիոն այդ շերտի է, դա շատ միշտ նկատի ունեցեք, որ քաղաքակրթությունների բախումներով ուղեկցող պատերազմները լինում են շատ դաժան, ամայացնող եւ մինչեւ վերջ կարող է ուրեմն գործը գնալ։ Հուսանք որ դա այդպես չի լինելու, բայց բոլոր դեպքերում ես ուզում եմ ասել, որ մենք էլ ուրեմն տեսեք իշխանությունը չափազանց ճշգրիտ, չափազանց հաշվարկված, ուրեմն քաղաքական կուրս է վերցրելով իրեն դրական չեզոքության պարագայով կանգնելով կողքի, իհարկե պատրաստ լինելով Իսլամական Հանրապետության ժողովրդին օժանդակել հումանիտար օժանդակության տեսքով։ Ուրեմն սա է սկանը, մի բան եմ ասեմ, որը շատ ես մեր ասեմ իրանագետներից, հայ պարսկագետներից եւ Իրանով զբաղվող գիտնականներից խիստ դժգոհ է, ինչի։ Ուրեմն չեն կարողանում, մինչև երևի իրենք էլ չգիտեն, որ ուրեմն Իրանի Իսլամական Հանրապետության այդ Ադրբեջան, հարավային Ադրբեջան կոչվող նահանգում թուրքական ցեղեր չեն ապրում, բա թուրքերեն խոսող հիմա կասեք այդ ժողովուրդը Թավրիզ եւ այլն ովքեր են։ Ուրեմն դարերի ընթացքում, երբ որ նկատի ունեցեք ժամանակին այս տարածաշրջան են ներխուժել մոնղոլ թաթարները, ուրեմն բայց ոչ ռուսները, այս անգամ ռուսները չեն եղել, իսկական մոնղոլ թաթարներ եւ ուրեմն թուրքական ցեղեր, սրանք Իրանի Իսլամական Հանրապետության այս տարածքով այդ ինչ որ ադրբեջանական տարածք են ասում, ատրպատական նահանգով են անցել եւ դրանց միջև այդ ժողովուրդների փոխհարաբերության լեզուն տարել է թուրքերեն ավելի շուտ, դա նկատի ունեցեք, բայց ժողովուրդը ինքը
մաքուր ուրեմն իրանական ցեղախմբեր են, այնպես որ Արաքսից հարավ ընկած տարածքում ադրբեջանցիներ չկան այն հասկացողությամբ, ինչպիսին հասկացվում է այս Հեյդար Ալիևի ադրբեջանցիները։ Սա մեկ, կրկնեմ, բացի լեզուն, որ օղուզերեն կամ մի խոսքով այս թուրքական ցեղախմբերի լեզուն է եղել եւ դարել է սրանց Թավրիզ եւ այլն շրջանում Ադրբեջանում ապրող պարսիկների իրանական ցեղերի լեզուն, ուրիշ որևէ իմաստով կրոնը ուրիշ հարց է, էթնիկական իմաստով որևէ ընդհանրություն սրանց միջև չկա։ Չնայած Բաքուն մեռնում է ապացուցելով, որ դա ուրեմն իրենց եղբայր ժողովուրդն է, այդպիսի բան չկա։ Ես ես որպեսզի չզարմանաք մի բան հիշեցնեմ, 1908-909 թվականներին, երբ որ ուրեմն հայտնաբերվեց Կիլիկյան Հայաստանը եւ հայությունից այցեր եղան դեռևս ջարդեր չտեսած Կիլիկյան Հայաստան միջերգրական ծովի ափերին, Էգեյան ծովի ափերին, իմացեք, որ այնտեղի հայությունը բացառապես թրքախոս էր, բայց հայություն էր իսկական։ Եթե դուք կկարդաք կամ կիմանաք, փորձեք իմանալ Կոմիտասի կենսագրությունը, պիտի իմանաք, որ Կոմիտասի հայրենի քաղաքում Կուտինյա եւ այլն, այնտեղ որտեղ ինքը հետո իր ստեղծագործության հիմքերը կտավ եւ այլն, այդ ազգայությունը բացառապես թրքախոս էր։ Ուզում եմ ասել, լեզվի թրքախոսությունը բայց մենք բարձր թուրք չէինք։ Ուրեմն այստեղ հայկական եւ մի խոսքով, ուրեմն սա նույն այդ տրամաբանություն եւ իրողությունն ունի, կրկնում եմ։ Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսում գտնվող կամ Արաքսից հարավ գտնվող թուրքական այդ արդեպի մի խոսքով այս տարածաշրջանը, որ ադրբեջանական է կոչում կամ աղավաղված ցեղով Ադրբեջան է կոչում, այստեղ այս ողորմելի բաների հեղինակները խեղաթյուրումների ռուսներն են էլի, հասկանում եք ոնց է, ուրեմն այստեղ ապրում են իրանական թուրքախոս ժողովուրդներ, այնպես որ այդ բոլորը գցեք մի կողմի։ Հիմա հյուսիսային Ադրբեջանի մասին ասենք, այս Ադրբեջանի, որի ժողովրդի համար մենք ասում ենք ադրբեջանցիներ։ Այդ ադրբեջանցիները այս վարակայում բացառապես քաղաքական նշանակության գնահատական է։ Դա նկատի ունեցեք։ Դուք շատ լավ գիտեք, որ հատկապես արցախահայերը գիտեն, որ ուրեմն լեզգիները, թալիշները, թաթերը եւ այլն, դրանցից ոչ մեկն է թուրքական չեն, եւ որպես ադրբեջանցի թուրք չեն, այո։ Ուրեմն սա նկատի ունեցեք։ Բա հարցը առաջանում ինչ է Ադրբեջանի այսօր էթնիկական կառուցվածքը։ Ադրբեջանը որպես ամբողջություն, ասենք, որոնց ասում են ադրբեջանցիներ, դրանց հիմնական կորիզը թաթար, թուրք, մոնղոլական այդ մի թուրքական շերտն է եւ մնացած այլ ժողովուրդներ, որոնց մասին ես ձեզ ասեցի, կոնկրետ թալիշներ, ուրեմն թաթեր, ցախուրներ եւ այլն, էլի հազար մի ցեղեր կան ժողովուրդներ, որոնք բարձր ադրբեջանցիներ չեն։ Կրկնեմ, հյուսիսի բարագայում ադրբեջանցի ժողովուրդ ասելուց գնահատականը զուտ քաղաքական է, էթնիկական չի, իսկ Արաքսից հարավ գտնվող ադրբեջանցիները էթնիկական իմաստով իրանական ժողովուրդներ են, արիական ժողովուրդներ են, ոչ մի առնչություն չունեն թուրքական ցեղախմբերի հետ, պարզապես լեզուն թուրքական է, ասեցի, այդ որ շրջանում է, որ այդ ժողովուրդները դարձել են։ Հիմա ինչ եմ ուզում ասել, այսքան արաբակետ ու իրանագետ կա, նորմալ բան չեն ելնում, անընդհատ ելնում են պատերազմը, ես է։ Ուրեմն մեր գիտությունը պետք է մեզ սպասարկի, ոչ թե մեզ վախեցնի, մեր ժողովրդի խեղաթյուրումների մեջ պահի։ Ուրեմն բերեք սահմանափակվենք սրանով եւ պայմանավորվենք, որ ինչքան Իրանի այս գործով շատ քիչ խոսենք, այնքան լավ կլինի։ Ասեմ նաեւ, որ հատուկ հաճեկիս այս սողունների համար եմ ասում, իրանունքն ունեմ ասել, որտեղ մեռան ուրեմն Մոսկվայի ցուցումով անընդհատ խոսել սուննիկը տալու են, այն առաջ մեռան ասելով մեղրի չլինելու, մեղրու միջանցքերնելու, հիմա քանի որ
Թրամփը սրանց բանը խրեց, աչքերի մեջ մտցրեց Թրամփի ուղին, այդ մեղրու միջանցքի մասին չեն խոսում, հիմա Սյունիքը տալիս են, չեն տալիս։ Ասեմ, հայվաններ, ոչ մեկը ոչինչ չի տալիս եւ Հայաստանի Հանրապետության տարածքը անձեռը մխել է այնքանով որքանով կա։ Ուրեմն էս կա, ես փակենք այս հարցը։ Հիմա ասենք երկրորդ մասին, որը շատ կարևոր, ես ասել էի մեկը միջազգային առումով, ինչ որ ասեցի, որտեղ շատ մեր կողքին է բոլոր պայթյունները լինում, մեր հարևան պետությունն է, մեր համար չափազանց կենսական, եւ այսպես, ինչ ասեմ, զարգացումներին հետևենք, առանց զգացմունքների, հասկանանք, եւ այստեղ էլ ֆաշիստական միավորները իբր թե իրենց պահել կարող են, ջոկատ են ստեղծում, գնան Իրանի կողմից կռվեն ամերիկացիների դեմ։ Այդ էլ Սյունիքից են ասում են մարդիկ, այս հայվանները, որոնք կոնկրետ մարդիկ են, դրա համար եմ ասում, կներեք բառի համար, բանը, այն բարակային եւ Սյունիքը Հայաստանի Հանրապետության կազմի մեջ մտավ, ի շնորհիվ Տիկին Թրեյսի, Եվրոխորհրդի դիտորդական առաքելության եւ այս վերջի շրջանում է ուրեմն Թրամփի այդ ուղու եւ մեր պետության ոտքի կանգնելու։ Պատկերացնում եք, այդ ճիվաղը ոնց կլինի, ազգային ճիվաղ։ Նորից խոսում են ինչ-որ անհետեցությունների մասին։ Այդպիսի բան չի լինելու։ Հայաստանի Հանրապետությունը կա, Հայաստանի Հանրապետության կենսագործունեությունը կա, այ մեզնից է կախված, թե ինչպիսին կլինի ապագայում նրա կենսագործունեությունը։ Այստեղ է, որ վերնագիրներ մենք դրել ենք, մեր հաղորդման հետևյալն է, բարեկամներ, ուրեմն պարլամենտարիզմը եւ ուրեմն ՔԺԿ-ն, այսինքն քրիստոնեական ժողովրդավարական կուսակցությունը։ Հիմա ինչ եմ ուզում ասել ձեզ, ուրեմն ովքեր, եթե աթեիստ չենք, եթե նույնիսկ աթեիստեր կա, խնդիր չկա, կարելի հրաժարվել, եթե ռուս բոլշևիկ չեն կամ այլասերված կոմունիստ, այդպիսիներ կան, նույնիսկ այդ ախակալակցիների մեջ մի հայվան կա, իսկական իբր թե մարդեն էր կոմունիստ, պատկերացնում եք, իմ հայրենակցիների մասին է խոսքում, երկու ապուշները կան, կներեք, ուրեմն խոսում են ինչ-որ բաների մասին, բայց ես ձեզ ասեմ, եթե մենք նորմալ մարդիկ ենք, պիտի նկատի ունենանք հետևյալը, որ քրիստոնեությունը ցակման շրջանից եղել է ժողովրդավարական։ Քրիստոնյա ժողովուրդ ոնց կարող է, երբ որ կրոնն առաջացել է, պետական կրոն է Հայաստանում հռչակվել, այդ կրոնը չլիներ ժողովրդավարական։ Հենց ժողովրդի մեջ է, չէ՞ քրիստոնեությունը տարածվել։ Ուրեմն ժողովրդավարական, պրիմիտիվ իմաստով են բացատրում։ Հիմա շարժվենք առաջ, ժողովրդավարությունը եւ քրիստոնեությունը մեր դավանանքի առումով նաեւ, որտեղ դուք գիտեք, որ դավանական առումով, եթե չգիտեք, իմացեք, մենք բավականին դավանական առանձնահատկություններ ունենք եւ կաթոլիկների հանդեպ, եւ ռուս ուղղափառների հատկապես, եւ հույն օրթոդոքսների եւ այլն։ Ուրեմն մենք յուրահատուկ քրիստոնեական մեկնաբանության դավանանքի իսկական ժողովուրդ ենք, որը Քրիստոսի դավանանքին եւ նրա ուսմունքին մնացել է հավատարիմ, ուրեմն հազարավոր տարիների ընթացքում։ Մենք այդ իմաստով Քրիստոսի դավանանքի հանդեպ անդավաճան հավատարմություն ենք ցուցաբերել եւ աշխարհում հայտնի բան է։ Հիմա մի բան ասեմ, որովհետեւ այս դիսկուրսի ժամանակ, ուրեմն եւ վերջի շրջանում ծավալված, նույնիսկ հոգեվորականների մեջ վրիպումներ, ճակատագրական սխալներ թույլ տվողներ կլինեն, որովհետեւ մեր եկեղեցին առանձնանա մեր գիտակցության մեջ, նաեւ օտարի ուրիշից, մենք պայմանավորվենք, որ ուրեմն արևմտյան քրիստոնեությունը, այդպես ասենք, դա լատինացիներն են կամ կաթոլիկները, նախնական տեսքի մասին եմ ասում։ Ուրեմն հունական եկեղեցին օրթոդոքս եկեղեցի է, ռուսական եկեղեցին պրավասլավ եկեղեցի է, մենք առաքելական ուղղափառ եկեղեցի ենք, ասեմ նաև այն բոլոր եկեղեցիները, որոնք ձևավորվել են Քրիստոսի ժամանակ նրա առաքյալների կամ մեր շրջանակների կողմից, բոլոր եկեղեցիներն են, որոնց թվում նաև հայկականը բնական է, հայաստանյաց առաքելականը ուղղափառ եկեղեցիներ են, որովհետեւ ուղղափառ բանը հայերեն թարգմանության մեջ այդ անդեր ռուսականության հետ չխառնեք, ասեք ռուսական բանը պրավասլավ եկեղեցի, իրենք պրավասլավ են, որը այն ուղղափառությունը չի, ինչ որ
մեր եկեղեցու մասին է խոսքը։ Կրկնեմ, հա, լատինական, ուրեմն Հռոմի եկեղեցին, թե արևմտյան, սա կաթոլիկ կամ ընդհանրական եկեղեցին է, հունական եկեղեցին, օրթոդոքս, այսինքն ուղղափառ, եթե թարգմանեք, այդ դեպքում խառնաշփոթ է լինում։ Հունական օրթոդոքս եկեղեցին, ուրեմն հույներից, ռուսների վերցրած վիզանդական կայսրությունից, ուրեմն վերցրած եկեղեցի բրավասլավ է, որոշակի նյուանսներով մեր եկեղեցին Հայաստանյաց առաքելական ուղղափառ եկեղեցի է։ Հիմա որովհետեւ ճշգրիտ իմանաք, մի խորհուրդ տամ, որոշ բաներ գիրքը վերցրեք նայեք։ Ուրեմն 1911 թե 12 թվականին բազմաթիվ օտար լեզուներով, այդ թվում նաև մայր հայրենով գրված լույս է տեսել Մաղաքիա Օրմանյան arczepiskopos-ի հայոց եկեղեցին, Օրմանյան Մաղաքիա հայոց եկեղեցին 1990 թվականներին հայերեն տարբերակը ռուսերենը եւ այլն ֆրանսերենը կարծեմ վերահրատարակվել է, դուք կարող եք գրադարաններում վերցնել եւ այն սպառիչ է, ինչի վրա տառապում եք մեր եկեղեցու մասին, ծիսակարգի, վարդապետության, բաց անվան եւ այլն այդ բոլոր բարականերով դուք կարող եք այդ եկեղեցու միջոց, այդ աշխատանքի միջոցով ուրեմն իմանալ ինչ է դա, ինչ է իրենից ներկայացնում։ Հիմա ավելի կոնկրետանամ ինչու պարլամենտարիզմը եւ ՔԺԿ-ը, բարեկամներ ասեմ, որպես ես այս բարակային ոչ միայն գուսակցության նախագահ եմ ասում, այլ քաղաքական գիտության դոկտոր, որը տասնյակ տարիներ, ինչպես ժողովուրդն ասում էր, շալվար է մաշել գրադարաններում, աթոռների վրա կարդալով, ուսումնասիրելով, հետազոտելով, հետևյալն եմ ուզում ասել ձեզ, որ իմանաք, տեսեք ինչ կա, հարց ինչի մեջ է։ Ուրեմն ժողովրդավարությունը մեր ժողովրդի համար կարծես կենսական խնդիր է, բայց մենք այստեղ ունենք մի բարդություն, երկու ավելի շուտ խնդիրներ կան, որոնք մենք պետք է հասկանալով աղտարենք, որ ժողովրդավարությունը սովորաբար հաստատվում է ավելի հեշտի մասին է խոսքը, ուրեմն այն երկրներում, որտեղ կենսամարտակարգը ժողովրդի բավականին բարձր է, այսինքն աղքատ շերտը քիչ է կամ չկա գրեթե։ Դժբախտաբար մենք հիմա ժողովրդավարության խնդիրը լուծում ենք մեր մի երկրում, որը ունի բազմաթիվ խնդիրներ եւ ժողովրդի հիմնական զանգվածի կենսամարտակը այնքան էլ բարձր չի, շատ կարևոր հանգամանք եմ ասում, սա նկատի ունեցեք։ Ուրեմն սա պիտի նկատի ունենանք, սա անվանենք այսպես հետևելով քաղաքագիտության մեջ տարածված մի խնդրից, որը կոչվում է դեմոկրատիայի պարադոքս։ Դեմոկրատիայի պարադոքսներից մեկն է, որ աղքատ չունևոր երկրում դեմոկրատիան դժվար հաղթանակ է տանում, բայց մենք ասեմ երկրորդ շերտով մենք բացի ժողովրդավարությունը ներքին ժողովրդի կյանքի կազմակերպման եւ արտաքին հարաբերությունների առումով ոչ մի տարբերակ չունենք եւ դրա համար մենք որպես պետություն ճշգրիտ ճանապարհ ենք վերցրել ժողովրդավարության հաստատում, բայց այս պարադոքսը պիտի հիշենք, դա անպայման նկատի ունեցեք։ Երկրորդ մասը հետևյալն եմ ուզում ասեմ, եթե եւ սա վերաբերում է հատուկ իշխանություններին, որովհետեւ իշխանությունները եւս պետք է իմանան հետևյալը, որ եթե մենք իրենք են պատասխանատու բարձ առաջինը ժողովրդավարության հաստատման, զարգացման համար եւ տեսեք այդ ուղում վրա մենք ինչ հաջողություններ ենք ունեցել երկրի ներսում բավականին վիճակը բարելավվել է, կայունացել է պետությունը եւ երկրորդը միջազգային տեսեք ինչ հարաբերություններ են այսօր մենք տեսանք որ հանրապետության վարչապետը ուրեմն հենց միջուկային խնդիրներով Փարիզի վեհաժողովին են։ Ձեզ մի բան հիշեցնեմ, տասնյակ տարիներ առաջ հաստատ հիշողներ կլինեք, որ ես ասում եմ մենք անպայման Փարիզում պետք է հայ միջուկագետների համաժողով կազմակերպենք, որտեղ Ֆրանսիան միջուկային հետազոտությունների խոշորագույն կենտրոն է, բայց այսօր փառքաստո ինչպես ասում են, ստացվել է մի բան, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետը, որը այս բարական ժողովրդավարության հիմնական կրող պատասխանատուն է իր անձով եւ պաշտոնով,
ուրեմն ըստ էության Փարիզում, այսինքն դեմոկրատիայի հայրենիքում միջուկային ֆիզիկայի համաշխարհային վեհաժողովին է մասնակցում, սա հաշվի առեք, որ սա ոնց ասեմ, մեր մեծագույն օբյեկտիվ հաջողություններից մեջն է, որ տեղի ունեն։ Հիմա սրա ենթատեքստում մի հարց կա։ Ես ասեցի, որ դեմոկրատիայի հաստատման մեջ պարադոքս կա, որը աղքատ երկրում ժողովրդավարությունը դժվար է հաստատում, ինքներդ տեսնում եք։ Երկրորդ մասը կա։ Մենք որպես դեմոկրատիան հաստատվում է Հայաստանի Հանրապետությունում մի պետական կառույցում, որտեղ խորհրդարանում երկու խմբակցություն կա։ Երկուսը որն է ուրեմն քաղաքացիական պայմանագիրը, որ հեղափոխության արդյունքով կառավարում է եւ ինքն է պետության մեջ այդ հաստատության հիմնական կրողը, ուրիշ կուսակցություն չկա։ Եվ երկրորդը տոտալիտար հետադեմ ռեակցիոն իսկական հետ ռուսական սեգմենտի ներկայությունն է։ Մեր դժբախտությունը պետության զարգացման այն է, որ մեր խորհրդարանը թվում է, թե բազմաթիվ կուսակցություններ ունի, բայց երկու խոշոր խմբավորումներ ունի։ Մեկը ուրեմն քաղաքացիական պայմանագիրն է, վարչապետի քաղաքական օրենսդրական բազան, հիմքը կառավարության, եւ երկրորդը տոտալիտար, ուրեմն այնտեղ ավտորիտար գողապետություն իր բազմաթիվ խմբեր կուսակցությունները, որոնք հավաքականները ռուսական սեգմենտ են, ուրիշ բան չկա։ Սա սպառնալիք է ժողովրդավարության հանդեպ, նկատի ունեցեք։ Դա երկիրը որպեսզի կարողանա ժողովրդավարության ճանապարհը լավ անցնել, ուրեմն խորհրդարանը պետք է անպայմանորեն ունենա բազմազան կուսակցությունների խմբերից բաղկացած ուրեմն աշխատանք եւ այլն։ Այսինքն իմ ասելիքի իմաստը որն է, բազմական խորհրդարան, պլուրալիստական խորհրդարան է մեզ պետք։ Այդ պլուրալիստական խորհրդարանը հիմա չկա։ Կա երկու, կարող եք ասել, երկու խոշոր կուսակցություն։ Մեկը ուրեմն դեմոկրատիայի կուսակցությունն է, մեկը գողապետության ուրեմն կուսակցություն, ուրիշ կուսակցություն չկա։ Այդ մեկը անուններ, բաներ տեսնում եք։ Եվ պատական չի, որ դրա պատգամավոր մեծ մասի վրա քրեական գործեր են։ Սրանք խոշորագույն լատիֆունդիստներ են, հողատերեր, անօրինական հարստացած, բանակի կողոպտիչներ, ռուսական ագենտուրայի կամ նրանց ազդեցության խմբեր, որոնք Արցախում հաջողությամբ Արցախը կազմակերպեցին ռուսների կամքով, հանձնեցին, ուրեմն Արցախ հանձնեցին Ադրբեջանին եւ նվերները ստացան, ցարը որպես նվեր սրանց վզից կախեց 8 քաղաքական կոչվող գործիչների, որոնց ուղարկեց Բաքու, այսինքն նրանք ովքեր գործնարարել էին տեղում։ Այսպես ռուսական պարադոքսն է, հայկական բարև, ռուսական ուրեմն պատասխանով։ Հիմա ինչ է պետք մեզ, այն պետք է, որ այս ռուսական սեգմենտը խորհրդարան չանցնի, իշխանությունը պիտի օրենքը խստագույնս կիրառի եւ բանդիտներ, որոնք երկիրը կողոպտել են, սրանց թույլ չտա մասնակցելու ասկամանկեր, եւ երկրորդը ժողովուրդը պիտի քվեարկի եւ այս կուսակցությունները չպիտի անցնեն, որոնք իրականում շահերի խմբեր են, հիշեք անունը, շահերի խմբեր են, այնտեղ կուսակցություններ գոյություն չունեն, անուններն է կուսակցություն, որոնք ասեցի, պարագլուխների նայեք, չկա մեկը, որ քրեական հանցագործության մեջ չմեղադրվի, կամ Ղարաբաղում բանակի մեր շահերի դեմ կռիվ տալով, կամ ուրեմն կողոպուտ թալան գողապետության շրջան եւ այլն։ Հիմա այնքան է ասվել, որ զալա չկա ասեմ։ Հիմա ինչ է պետք։ Այն դա նշանակում է առաջիկա ընտրություններում ոչ միայն խորհրդարան պիտի գնա ԿՊ-ն, դա բնականաբար պիտի այդպես լինի, որ պետության հիմքերը մնա, ժողովրդավարություն եւ Հայաստանի Հանրապետությունը չվտանգվի եւ չվտանգվի նաեւ Միացյալ Նահանգների Ֆրանսիայի հետ այն հաստատված դաշնակցային հարաբերությունները, որոնք օր-օրի լավանում եւ խորանում են, եւ երկրորդը խորհրդարանում պիտի լինեն այն կուսակցությունները տիպի իմաստով, ինչպեսին քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունն է, որոնք ճիշտ է խորհրդարանում չեն եղել, բայց սրանք հեղափոխության աջակից ուժեր են, որոնք տարիների ընթացքում աճել են, զարգացել են եւ այլն եւ այլն։ Այն պարագայում, երբ որ
այս պետականակիր ասենք, հա, պետականակիր անկախության նվիրյալ կուսակցություններից մի քանիսը կլինեն խորհրդարանում, այն ժամանակ մենք կարող ենք ասել, որ ժողովրդավարությունը երաշխիքներ ունի արդեն, ոչ թե այդ երկու խմբերի ձևերը կառաջանան ինչ-որ կա։ Ուրեմն սա պիտի նկատի ունենանք անպայմանորեն, այլապես մենք կունենանք պարլամենտ, պարլամենտարիզմ չենք ունենա, մենք կունենանք խոսակցություն դեմոկրատիայի մասին, կունենանք ավտոկրատիա եւ տոտալիտարիզմ ինքնին հասկանալի է, եւ հետո կունենանք նաեւ մի վատթարագույնը, կունենանք անընդհատ ցույցեր, գործադրումներ, ցնցումներ, որտեղ ռուսական սեգմենտի խնդիրը ռուսների կողմից հստակ դրված է, անկայուն պահել Հայաստան, ինչքան հնարավոր է։ Տեսնում եք ինչ է լինում, հանեցին Վազգեն Մանուկյան, այդ մաշվետ շպրտեցին, հետո հանեցին, հետո հանեցին ընտեր ինչ-որ մի ղասապ կա բանի, ինչ-որ չգիտեմ ինչի, հիմա ղասապի տեսքով մեկը կա, սա ընդհանրապես տեղ չունեցավ, հետո Գալստանյան եկեղեցին փորփրեցին, սա էլ հաջողություն առանձնապես չունեցավ, կաթողիկոս, սա էլ վարի գնաց, հիմա քրքրել են, ես այն օրը կարծեմ Նոյան Տապանով ասի, չգիտեմ ինչ կլինի, բայց ռուսները գրբաններից չեկիստ կհանեն, մեկը Բալասանյան, գրբաններից հանեցին, ես ինչ է ասում մեր, ասում է, որ սրանք ռուսները որոնումների մեջ են, բայց այնքան են անհույս մնացել, որ մնացել են Բալասանյանի հույսին, այդ գիտեն, թե եթե Արցախը հաջողությամբ կարողացավ հանձնել ադրբեջանցիներին, ես էլ պետք է երևի հանձնում, չգիտեմ, ուրեմն այդ էլ չի լինել, ուզում եմ ասել, որ որպես մենք ունենանք ժողովրդավարություն, ցնցումներ, վերջը, մենք կարողանանք մեր պետություն ունենանք Ռուսաստանի հետ հարաբերությունների կանոնավոր զարգացում կազմակերպենք եւ տարածաշրջանը եւ այլն մենք պիտի ունենանք պարլամենտի փոխարեն պարլամենտարիզմ, այսինքն ուրեմն խորհրդարան, որտեղ կան բազմաթիվ կուսակցություններ։ Հիմա տեսեք ինձ էլ են գրում, շատ են գրում, թող դեմոկրատական կուսակցությունները, չգիտեմ, թող միավորվեն։ Հարց եմ տալիս, միավորվեն, որ ինչ անեն, ինչ տեսքով։ Այնտեղ նախ անցողիկ շեմի բաներ կան, խնդիրներ կան, 4%, 6%, 8% եւ այլն։ Հիմա բաստա տեխնիկական հարց է։ Երկրորդ մասը կա։ Կարծում եմ մեր պետության եւ մեր ժողովրդի շահերից է բխում, որ ԿՊ-ն առանձին եւ մնացած օրինակ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն եւ մնացած կուսակցություններ, այնտեղ հանուն հանրապետության, հանրապետություն եւ այլն։ Եվ այսպիսի կուսակցություններն առանձին հասնեն խորհրդարան, որոնք խորհրդարան բարձ է որ անցնելուց հետո խորհրդարանում լավագույնս կհամագործակցեն։ Դրա համար ամենաճիշտ վերաբերմունք եւ մոտեցումը կլինի, որ առանձին կուսակցություններ մասնակցում են խորհրդարանական ընտրություններին, առանձին, բարձ է որ սրանք իրար հետ համագործակցաբար պիտի շարժվեն, ոչ թե միանան, այլ նաև խորհրդարան մտնելուց հետո կախված այն բանից թվեր ինչպիսին կլինեն, այդ պարագան կամ կառավարություն կկազմե, ասենք ԿՊ-ն կունենա այնքան թիվ, որ ինք առանձին կառավարություն կազմի, իսկ եթե որպես մեծամասնություն չի կարողանա ունենալ, այնտեղ կոալիցիոն կառավարություն կլինի, ուրեմն կլինի համապատասխան ընդդիմություն, շինիչ ընդդիմություն, ոչ թե քանդիչ, դա նկատի ունեցեք։ Դա քաղաքագիտության մեջ կոչվում է այլանդրանք ընդդիմություն, իսկ եղած է, ասեցի, ռուսական քրեա օլիգարխիայի հավելուկ ռևանշիստական ուժ է, դա հայկական ուժ չի, մի նայեք, որ եթե հայ լինեին, երկիրը չէին կողոպ, տեսել ասեմ հստակ, ուրեմն այսքան ասեմ, ուրեմն, և սրանով ավարտենք, ուրեմն, լինենք այդ բոլորը պիտի վերլուծել, հասկանալ, հետևել իրադարձություններին, իսկ ես ձեզ խոստանում եմ, որպես այս կուսակցություն, որը ամսի 6-ին հայտարարել է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր վճռականության եւ որոշման մասին առանձին, բայց համագործակցաբար ժողովրդավարական ուժերի հետ, այդպես ասենք, պետականակիր ուժերի հետ, ուրեմն կմասնակցենք ընտրություններին, ինչ կստացվի, այն կլինի, ուրեմն ստացվում է, որ ամեն ինչ մեզնից է կախված եւ
ոչինչ, որ ուրիշից։ Եթե Ռուսաստան նկատի ունեք ինչ ուզում եք, տեսեք, ինչքան հանեցին, այնքան արևի տակ չորացան։ Այս վիտո կոչվածն է շատ արագ Կոլոշյանալիս, ով է որ Հայաստանում ինչ ազդեցություն ունենա։ Սամվելն էլ նայեցեք, մեր գարուն է գալիս մի պատկերով ասել։ Գիտեք, չէ, Գառնանը, որ Արարատյան դաշտում շատ է լինում, բերքը խնձոր եւ այլն հասունանում է, բայց հանկարծ կարկուտը խփում է եւ ցոգոն բերքը վերջանում է։ Սամվել Կարապետյանը դեռևս քաղաքական գործիք չեղավ, ցոգոլի նման քաղաքական խփնվեց գնաց։ Նրա աստղը մարել է, վիտոնի շպիտի անի վերջացած բան է։ Ուրեմն ուզում եմ ասել, որ բայց սա չի նշանակում մենք զգոն չպետք լինենք, չպետք աշխատենք եւ այլն։ Ստեսյուն ձեզ, լավ մնացեք, քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին առանձին համագործակցական բոլոր այն ուժերի հետ, որոնք ռուսական լրտեսական ցանցի հետ կապ չունեն եւ որևէ պետության լրտեսական ցանցի հետ կապ չունեն, որոնց նշանախոսը մեր նեսվիսին է։ Մեր կարծիքով հայը պիտի լինի հայակենտրոն, հայամետ, մի քիչ բան է ասել, հայը հայամետ եւ նրա քաղաքականությունը գուսակցության պիտի լինի Հայաստանակենտրոն ուժերի հետ պատրաստ ենք համագործակցել ինչքան ուզեք, մինչև առաջագործություն եւ մինչև Մասիսի հետ ուրեմն գակակ, մինչև Նոյան Պապան եւ այլն։ Ստեսյուն ձեզ, ես ձեզ լավն եմ կամենում, ես ուզում եմ, որ սերունդ հիշեք, որ Հայաստանի Հանրապետությունը ինչքան էլ փոքրացել է, ինչ եղել, պատմական հանգամանքների բերումով, որտեղ մենք մեղք ունենք մեծ, որ այդպես է եղել, բայց Հայաստանը առաջագործության հայրենիքն է։ Աստված այստեղ է, գիտեք չէ, բան կա, ասում է, խաղողը առաջին անգամ տրվեց Նախիջևանում, Նոյը առաջինը խաղողից գինի քաշեց եւ ըմբեց այդ գինին։ Ես այս տրամադրությամբ ասում եմ ստեսյուն ձեզ, ըմբեք ձեր գինին եւ հավատացեք ձեր առաջագործական ճակատագրին։